Խոսակցությունը Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, ինչու չես փակում ղարաբաղցիների հարցը։ Շուտով Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանի պայմանավորվածությունները ամբողջությամբ ի կատար կացվեն։ Աշխարհում մոլորակի վրա կա ուրանի մոտավորապես 6 միլիոն տոննա պաշար, որի 4%-ը Արցախում է։ 26 թվականի հունիսին օրինակ մենք հանկարծ տեղեկություն կստանանք, որ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլում, Կանադայում, թեկուզ Բաքվում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր հյուրը Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն Նաիրի Հողիկյանն է։ Բարև ձեզ պարոն Հողիկյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Պարոն Հողիկյան, օրերս ձեր Facebook-յան էջում անդրադարձաք Ալբանիայում կայացած Ալիև-Փաշինյան ոչ ֆորմալ հանդիպանը եւ նշել եք, որ քննարկումը հիմնականում Արցախի նախագահի ընտրության շուրջ է եղել։ Կխնդրեմ առավել մանրամասն տեղեկություններ հայտնեք, ինչ է տեղի ունեցել։ Շնորհակալություն հրավերի համար, իրականում Facebook-ի հրապարակումը, որ արել եմ, դա առավելագույնն է, որ ես ինֆորմացիա ունեի, որը կարողանում եմ ձեռք բերել իմ աղբյուրներով, որոնք կառավարությունում են կամ կառավարության վարչապետի մոտ աղբյուրներում։ Գիտեմ, որ ձեր լրատվամիջոցն ունի բազմաթիվ նմանատիպ ներքին աղբյուրներ։ Խոսակցությունը Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Պարբերաբար Փաշինյանը փորձում է մեր թշնամի երկու երկրների Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարությանը այսպես անընդհատ, այսպես երբեմն հաճախ նաև քծնանքով փորձել ստեղծել տպավորություն, որ ամբողջությամբ կատարում է նրանց պահանջները եւ ընդհանրապես անընդհատ ժամանակ է խնդրում, որպեսզի կարողանա այդ ներկայացված պահանջները իրականացնել։ Դրանց մի մասը իհարկե հաջողվում է, մի մասը չի հաջողվում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, եւ ահա Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած այդ միջոցառման ժամանակ, երբ Փաշինյանը սուրճի է հրավիրում Ալիևին, դուք նաեւ կադրերում եք տեսնում, որ նրանք միայնակ չեն, կողքերը մի շարք մարդիկ են հավաքված, եւ ահա այդ հանդիպման, այդ սուրճի զրույցի ժամանակ որևէ գաղտնի խոսակցություն տեղի չի ունենում այնտեղ, որովհետեւ այն ինչի մասին խոսում են, ականատես են, մասնակից են լինում մի շարք մարդիկ, ինչպես հայ, ադրբեջանցի, այնպես էլ հենց այդ միջոցառմանը մասնակից այլ երկրներից։ Սուրճի այսպես տեսարանը դուք տեսել եք բնականաբար։ Այդ ժամանակ Ալիևը Փաշինյանին հարցրել է, ըստ ինձ հասած այդ տեղեկատվության, թե դու ինչու չես փակում ղարաբաղցիների հարցը իրենց բառերով, այսինքն դուք գիտեք, որ Արցախի նախագահը հիմա Արցախի ներկայացուցչությունում է, Արցախի հանրապետությունը լուծարված չի, Արցախի ազգային ժողովը լուծարված չի, կա ազգային ժողով, կա նախագահի ինստիտուտ, կան նախարարներ եւ այլն, որը լրացուցիչ գլխացավանք է մեր թշնամիների համար։ Եվ ահա այդ հարցն է բարձրացրել, որ ինչու դու կարող ես էլի հանգիստ այդ հարցը փակել, ինչին Փաշինյանը ըստ այդ տեղեկատվության պատասխանել է, որ ինձ ժամանակ է պետք, առավել ևս, որ նրա խոսքով Արցախի նախագահը կամ այդ պետական մարմինները որևէ կերպ, որևէ գործողության չեն մասնակցում, որևէ նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, հետևաբար չեն կարող գլխացավանք լինել։ Այնուամենայնիվ Ալիևը չի համաձայնել եւ պնդել է, որ պետք է այդ երևույթը ընդհանրապես վերացնել։ Սա է։ Արցախի նախագահի ընտրությունները այսօր բավականին շատ է քննարկվում, ինչ որտեղ նաև քննադատվում է եւ անշուշտ կհիշեք, որ Հայաստանի գործող իշխանությունները նշել էին, որ չի կարող լինել պետության ներսում, բայց այսօր թույլ են տալիս, որ Արցախի ղեկավարությունը ազգային ժողովի նախագահ ընտրի ու նաև պատրաստվի նախագահի ընտրությանը։ Կա կարծիք, որ այստեղ ռուսական գործոնը կա, արկա է, որ Ռուսաստանի թույլտվությամբ է Հայաստանը այսօր թույլ տվել, որպեսզի Արցախի ղեկավարությունը նախագահ ընտրի։ Դուք ինչ կարծիք ունեք։ Կիսում եք այս տեսակետը։ Թույլտվությամբ չեմ կարող ասել, որովհետև ձեռքիս տակ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեք, դա աշխարհում եզակի երևույթ չի։ Դուք գիտեք, որ բազմաթիվ երկրներ կան, որոնք գրավել են որևէ այլ երկրի կողմից, եղել են կան, բնականաբար կլինեն, եւ դրանց կառավարությունները գրավված պետությունների
ընտրված կառավարությունները, ընտրված իշխանությունները ստիպված են եղել այլ երկրի տարածքում, այսպես ասած, քաղաքական ապաստան ստանալ կամ ժամանակավոր այսպես գործընթացներ իրականացնել։ Հենց հիմա Թալիշ Մուհանյան հանրապետությունը, որը 90-ականներին գործել է Ադրբեջանի տարածքում, իր պատմական հայրենիքում Թալիշները 6-7 ամիս հանրապետությունը գործել է եւ Ալիքրամը, ազգանունը հիմա չեմ հիշում, հիմա Եվրոպայում է։ Թալիշ Մուհանյան հանրապետության նախագահը հիմա Եվրոպայում է, իր նստավայրը Եվրոպայում է։ Եվ որևէ եվրոպական պետություն չի ասում, որ դու պետության մեջ իրավունք չունես եւ այլն։ Դա պետություն չի պետության մեջ։ Դա ընդամենը տվյալ կառավարությունը ստիպված է ժամանակավոր իր գործողությունները իրականացնել այլ պետության տարածքում։ Բայց դա ամենևին պետության մեջ չի։ Ինչ վերաբերում է ձեր նշած Ռուսաստանն, չգիտեմ ով է, ես չեմ կարող ասել։ Ես գիտեմ մեկ բան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչի մասին խոսում են, պարտադիր չի, որ դա իրականացնեն, նրանց համար ավելի շատ ցույց տալն է, քան անելը։ Մայիսի 25-21-ին Լավրովը աշխատանքային այցով գտնվում էր Երևանում եւ հանդիպում ունեցավ Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ինչ մեսիջ ուներ Սերգեյ Լավրովի այցը Երևան եւ ինչ քաղաքական զարգացումների սպասել։ Գիտեք, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը արդեն եզրափակիչ փուլ է մտել եւ ես կարծում եմ, որ շուտով Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանի պայմանավորվածությունները ամբողջությամբ ի կատար կացվեն, խոսքը Ուկրաինան մասնատելու մասին է։ Դեռ 2022 թվականին ես շատ լավ հիշում եմ, որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ կային, որոնք հատկապես այսպես արևմտամետ, որոշակի այսպես դրամաշնորհներով սմբողում են, ասում են, դե Ռուսաստանը ծանր վիճակում է, օրերի հաշիվ է, շաբաթների հաշիվ է։ Անկեղծ ասեմ, ես էլ մի հարցում սխալվել եմ, երբ որ ասում են Ռուսաստանը շատ արագ կգրավի Ուկրաինան, բայց շատ արագ չեղավ, բայց ի տարբերություն արևմտյան դրամաշնորհներով աշխատող շատ անձանց կամ հակառակը ռուսական փողերով աշխատող շատ անձանց, ովքեր վստահ էին, որ Ռուսաստանը ինչպես կգրավի, կգա Հայաստանն էլ կգրավի, նմանատիպ բաներ էլ կային։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը արդեն հասել է իր ռազմավարական նպատակին, այսինքն Ուկրաինայի ամենակարևոր տարածքները արդեն իր ձեռքում են, խոսքը ոչ միայն Ղրիմի եւ Դոնբասի մասին է, այլև Ուկրաինայի այն տարածքների, որոնք հարուստ են հանքահունքային ռեսուրսներով, ուրան, բազմամետաղային հանքեր եւ այլն, եւ գումարած Ուկրաինայի ցորենի դաշտերը։ Դուք գիտեք, որ Ուկրաինան աշխարհում խոշորագույն ցորեն արտահանող երկրներից մեկն է, եւ հացը այսօր ամբողջ աշխարհի համար հանքանյութերից բացի նաեւ ամենապահանջված ապրանքներից մեկն է, եւ վերցնելով այդ ամենը Ռուսաստանը, Ուկրաինայի հանքերը, հացը եւ այլն, ինքը կարողանում է իր համար նաեւ ապահովել հետագայում փողի շատ կարևոր աղբյուրներ։ Եվ այս առումով վերադառնալով ձեր կոնկրետ հարցին, Լավրովն ինչու էր եկել Հայաստան։ Լավրովը եկել էր Հայաստան իմ կարծիքով շատ հստակ ասելու, որ անկախ ամեն ինչից մեր տարածաշրջանը մնում է Ռուսաստանի համար առաջնային հետաքրքրության տարածաշրջան։ Ինչու՞։ Որովհետև, գիտեք, մենք շատ հաճախ Հայաստանի դերը ծայրահեղացնում ենք, ասում ենք, որ, չգիտեմ, Ռուսաստանը մեծ եղբայր, դավաճան, այսպես տարբեր ծայրահեղական բաներ են, չէ՞ ասում, բայց չենք ուզում եք պարզ ճշմարտություն հասկանալ։ Մեր տարածաշրջանը Ռուսաստան, ոչ թե Հայաստանը կոնկրետ, այլ մեր տարածաշրջանը ընդհանուր առմամբ Ռուսաստանի համար կյանքի տարածաշրջան է։ Որովհետև եթե մեր տարածաշրջանը չկարողանա դիմադրել թուրք-բրիտանական, այսպես ասենք, պայմանական ասենք արշավանքին եւ ընկնի Թուրքիայի բրիտանացիների, այսպես ասած, տիրապետության տակ, ազդեցության տակ, ապա հաջորդ թիրախը, հաջորդ պատերազմը լինելու է Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Տեսեք, ընդամենը օրերս նորից տեղի ունեցավ թուրքախոս ժողովուրդների, թուրքախոս պետությունների հերթական վեհաժողովը, գագաթնաժողովը։
Դեռևս 2006-7 թվականներին ստեղծված, 9 թվականից տեմպ հավաքած եւ հիմա էլ շատ ակտիվ 2024 թվականին շատ ավելի ակտիվացած թուրքական խորհուրդը, որը ներառում է Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղըզստան, Թուրքմենստան, նաեւ Հունգարիա, զարմանալիորեն, բայց նաեւ Հունգարիա, ինչ նպատակ ունի։ Նպատակ ունի միավորել մեկ ընդհանուր անունը դրել են տնտեսական ու մշակութային, բայց իրականում դա քաղաքական է, ստեղծել պանթյուրքիզմի այդ ամբողջ պետականություն ասենք, կայսրություն ասենք, որի գլխավոր թշնամին Ռուսաստանն է եւ Չինաստանը, որովհետեւ պատմության մեջ ամենաշատ գիտեք որ պետություններն են պատերազմել։ Ռուսաստանը եւ Թուրքիան 13 անգամ պատերազմել են։ 13 անգամից 11 անգամ Ռուսաստանը հաղթել է, 2 անգամ կարելի է ասել ավարտվել է ոչ ոքի։ Սա մեր սպասվող առաջիկա պատերազմը 14-րդ ռուս-թուրքական պատերազմն է, որը կրկին հենց Ռուսաստանի հարավային շրջանների համար է։ Եվ Ռուսաստանը ելնելով այդ ամենից ինքը չի կարող ուղղակի թույլ տալ, որ մեր տարածաշրջանը ամբողջությամբ ընկնի Թուրքիայի, բրիտանացիների, այսպես ազդեցության եւ տիրապետության տակ։ Եվ այստեղ Սյունիքն է, որը կյանքի ճանապարհ է, կյանքի տարածք է, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար։ Եթե ընկավ Սյունիքը, ընդհանրապես Արցախ Սյունիքով հանդերձ, Արցախի հարցում ռուսները ռազմավարական սխալներ գործեցին։ Ես 2021 թվականին երբ իրանցի մի շարք դիվանագետների եւ պաշտոնյաների հետ էի հանդիպել Երևանում, բոլորը շատ ակնհայտ ասում էին, որ 20 թվականի պատերազմի ժամանակ Իրանը պարտավոր էր զորք մտցնել Արցախ եւ թույլ չտալ Արցախի անկումը, որովհետեւ Արցախի անկումը մոտ 10 տարի հետո բերելու է Իրանի հյուսիսային շրջանների գրավման թուրքերի կողմից։ Եվ այսօր մենք արդեն տեսնում ենք այդ միտումը։ Եթե Սյունիքը եւս ընկնի, ապա ցամաքային ճանապարհ է բացվելու պանթյուրքիզմի համար, որի հովանավորներն իդեպ բրիտանացիներն են։ Եվ դա ոչ թե գաղափարական է, այլ դա կոնկրետ փող է։ Եվ հաջորդ պատերազմը լինելու է Ռուսաստանի Դաշնության, Չեչնիա, Ինգուշեթիա, Դաղստան, Սարատով, Ռոստով, Կրասնոդար մարզերում, Անապա եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ արդեն Ռուսաստանը ստիպված է լինելու իր տարածքում կռիվ տալ թուրքերի դեմ։ Իսկ խաղաղության պայմանագիրը այստեղ այս խնդիրները կարող է չեզոքացնել։ Խաղաղության պայմանագիր չի լինելու, ես ձեզ հավատում։ Այդ դեպքում ինչու է շահարկվում անընդհատ։ Դե շահարկվում է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, խաղաղության պայմանագիր չի լինելու։ Դա ձեռնտու չի ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային, ոչ Ռուսաստանին, ոչ Միացյալ Նահանգներին։ Պարոն Հոխիկյան, բայց եթե այնուամենայնիվ պայմանագիրը կնքվի, ըստ էս Ռուսաստանի դիրքորոշումը ո՞րն է լինելու այս հարցում։ Ինչ դիրքորոշում է ունենալու նա։ Եթե այնուամենայնիվ հաշվենք կնքվել է։ Պայմանական հաշվենք, որ ստորագրվում է, հա, այդ փաստաթուղթը։ Այս պահին Ռուսաստանը որպես այդպեսին ունի մեկ շատ կարևոր դիրքորոշում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ռուսական զորքը շարունակի մնալ եւ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բացվեն ճանապարհներ, այդ ճանապարհների վերահսկողությունը իրականացվի ռուս զինվորների կողմից։ Սա է։ Բացի դրանից ոչ պաշտոնական, ոչ հրապարակային աղբյուրներով հայտնի է, որ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ ինքը պիտի գործունեություն ծավալի Արցախի տարածքում, ինչը սկզբունքորեն հակասում է Թուրքիայի, Անգլիայի շահերին։ Գիտեք ինչու։ Ինչու Ռուսաստանը թողեց դուրս եկավ Արցախից, որովհետև դուք լավ գիտեք, որ Արցախի տարածքում, հատկապես Քարվաճառում, Մարտակերտում, Գանձասարի հատվածում, ընդհանուր Մարտակերտի շրջանում, հա, կա շատ մեծ ոսկու, ուրանի, պղնձի, քարածուխի հանքեր։ Եվ լավ գիտեք խոսքը եւ Կիչանի մասին է, եւ Կաշանի հանքի մասին է, եւ Դրամբոնի մասին է, եւ այլն։ Գանձասարում էլ իդեպ հանքեր են բացվել եւ հսկայական ուրանի հանքեր են։ Ընդհանուր առմամբ Արցախի հյուսիսային շրջաններում կա մոտավորապես 150,000 տոննա ուրանի երևակում,
որը Բերձորի հատվածներում ևս Բերձորում էլ, այո, բայց հիմնականում Արցախի հյուսիսում, որը հավասար է ամբողջ Ուկրաինայի տարածքում բացահայտված ուրանի երևակումներին։ Աշխարհում մոլորակի վրա կա ուրանի մոտավորապես 6 միլիոն տոննա պաշար, որի 4%-ը Արցախում է։ Մոտավորապես 4% էլ Հայաստանի Սյունիքի, Վայոց-Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում։ Ռուսաստանի համար կենսական անհրաժեշտություն էր տիրանալ, օգտագործել, շահագործել այդ ուրանը, ոսկին, բազմամետաղային հանքերը։ Բայց այն պահին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում եւ փաստացի Ռուսաստանին դրեց մի վիճակում, երբ որ աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանը շատ մանևրելու տեղ չուներ, Ռուսաստանը գնաց առևտրի, որտեղ վաճառեց Արցախը։ Ես միշտ ասում եմ, որ քաղաքական առումով Ռուսաստանը համարժեք պատասխան տվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը, բայց ժողովրդական դիվանագիտության առումով, այսինքն երբ որ խոսում ենք նույն կրոնը, մշակութային կապեր ունեցող ժողովուրդները, ի վերջո պետությունները միայն զուտ քաղաքական շահերով չեն առաջնորդվում, նաև առաջնորդվում են ժողովրդական դիվանագիտությամբ։ Ժողովրդական դիվանագիտության առումով, նշածս երևույթները հաշվի առնելով, Արցախից դուրս գալով Ռուսաստանը ստորաբար, սրիկայաբար վարվեց հայ ժողովրդի նկատմամբ։ Բայց ինչու այդպես վարվեց, որովհետև երբ որ նայում ենք գերտերությունների, կայսրությունների քաղաքականությունը, նրանք որպես կանոն չունեն ժողովրդական մտածողություն, ազգային մտածողություն, նրանց սեփական շահն է հետապնդում։ Տեսեք, Ռուսաստանի Կուրսկի մարզը, չէ, ավելի մեծ է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ռուսաստանը թույլ տվեց, որ Ուկրաինան մտնի, գրավի, հսկայական զոհեր ունեցան, տասնյակ հազարավոր զոհեր ունեցան ռուսները։ Սեփական ժողովրդին անգամ չի խղճում այդ պետությունը, որտեղ կայսրություն է, նրանց համար չկա ժողովրդական մտածողություն։ Բայց ինչ արեց, դրա փոխարեն ճիշտ է, ամիսներ անց վերագրավեց Կուրսկի մարզը, բայց կարողացավ ինքը այլ վայրերում առաջ գնալ եւ ստանալ Ուկրաինայի հանքերով հարուստ բազմաթիվ տարածքներ։ Նույն կերպ, տեսեք, նույն կերպ Արցախից բրիտանական British Petroleum ընկերությունը, որը մինչև 2023 թվականը հիմնական բաժնետերերը բրիտանացիներ էին եւ ամերիկացիներ, շատ փոքր հատված նաեւ թուրքեր էին, ուրեմն British Petroleum-ի բաժնետոմսերի մոտավորապես 37%-ը 2023 թվականին գնեցին ռուսները, Լուկոյլը եւ այլն եւ այլն։ Ինչու՞։ Սրանք գերադասեցին, որ ավելի լավ է, եթե հայերը հրաժարվում են իրենց հայրենիքից եւ չեն ուզում տեր կանգնել այդ տարածքին, ապա ինչու ինքը պիտի փող ծախսի այդ տարածքի համար, եթե կարող է փող ծախսել իր փողի աշխատելու համար։ Այսինքն ինքը գնեց British Petroleum-ի, հետո Anglo-Asian Mining ընկերության բաժնետոմսերի որոշակի հատված եւ այսօր տանը նստած, այսպես ասած, փող է աշխատում։ Ինչու՞ ոչ։ Պարոն Հոխիկյան, Լավրով Միրզոյան հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները վերաֆորմատավորելու կարիք չկա։ Սա շատ քաղաքական գործիչներ նշում են, որ Արևմուտքը չբավարարեց Հայաստանի Հանրապետության գործող իշխանության կարիքները, ուստի Հայաստանի գործող իշխանությունը ռուսամետ քաղաքականություն է վարում։ Դուք հակված եք այդպես կարծելու, որ Արևմուտքը խաբեց նորից Հայաստանի գործող իշխանություններին եւ այս իշխանությունները սկսեցին ռուսամետ քաղաքականություն վարել, թե երես է այսպես երևում։ Ամբողջ հարցը այն է, որ Արևմուտքը երբևէ Հայաստանի իշխանություններին որևէ լուրջ խոստում չի տվել։ Արևմուտքը օգնել է այս մարդիկ գան իշխանության, անձնական աջակցություն ցույց տալով այդ մարդկանց։ Տեսեք, թե այդ մարդկանցից յուրաքանչյուրը Արևմուտքում ինչպիսի բոյաժներ է անում կամ ինչպիսի հարստություն է դիզում եւ ինչ է անում։ Այսինքն անձնական առումով այո, այդ մարդիկ հաջողություններ ունեն Արևմուտքի կողմից։ Բայց դուք տեսել եք, որ Արևմուտքը երբևէ ասի, օրինակ Հայաստանը կընդունի Եվրամիության կազմում։ Ինչ է դառնով Եվրոպան ազնիվ է մեզ հետ։ Նրանք երբեք չեն ասել մենք ձեզ կընդունենք Եվրամիություն։ Նրանք միայն մի հարց են բարձրացրել, Հայաստանը պիտի լինի ժողովրդավարական երկիր։ Բայց նայեք, Եվրոպան ինքը ժողովրդավարական երկիր է արդյոք։ Ընդհանրապես այդպես երկրներ, հա, ոչ։ Դրան գումարած
արևմուտքը մի հարց է Հայաստանի առաջ դրել։ Կտաս Արցախը, մենք կօգնենք, որպեսզի ձեր երկրում երկիր շատ փողեր մտնեն։ Արցախը Հայաստանի կառավարությունը տվեց, արևմուտքը այո օգնել է Հայաստան բավական մեծ փողեր է մտնել եւ մենք տեսել ենք այդ փողերը, շինարարություն եւ այլն, բայց դրանք ժամանակավոր անցողիկ երևույթներ են։ Ես կարծում եմ, ոչ ոք էլ չի խաբել Հայաստանին։ Պարզապես Հայաստանի կառավարիչները այնքան տհաս են, որ իրենք այդ ամեն ինչը չեն կարողացել հասկանալ եւ չեն կարողացել Հայաստանի ազգային պետական շահը ճիշտ գիտակցել։ Շատ հաճախ մարդիկ մտածում են ֆրանսիական Լյուդովիկոսի մտածողությամբ, մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ։ Դա է պատճառը, որ 2018-ից մինչև 24 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կրկնապատկվել է։ Ինչու է կրկնա? Պետական պարտքը ընդհանրապես 14 միլիարդի է հասնում։ Եթե 2018 թվին մոտավորապես 6.9 միլիարդ դոլար էր Հայաստանի պետական պարտքը, հիմա արդեն կրկնակիից ավել է։ Մարդիկ վերցնում են այդ փողերը, իրենց հարստությունն են դիզում, ասֆալտ են անում, ժողովրդի աչք են փակում, կաշառք են տալիս, վաղը չեմ այսօրը երբ գնան, իսկ իրենք կգնան, դուք վստահեցնում եմ 26 թվականի հունիսին, օրինակ մենք հանկարծ տեղեկություն կստանանք, որ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրեջք է կատարել Ստամբուլում, Կանադայում, թեկուզ Բաքվում։ Եվ իհարկե ԿՊ-ի այսօրվա պատգամավորները կդառնան որբ, որովհետև կսկսեն արդեն այսպես որբի նման տերեր փնտրել որևէ տեղ, որպեսզի իրենք չարժանանան այն ամբողջ պատժին, ինչին պիտի արժանանան իրենց ղեկավարները։ Բայց մարդիկ արել են այն, ինչ արել են, կրկնում եմ, ֆրանսիական Լյուդովիկոսի մտածողությամբ, մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ։ Հետևաբար կարող են այսօր արևմուտք պաշտել, վաղը Ռուսաստան պաշտել, մյուս օրը նորից արևմուտք պաշտել։ Իրենց համար քաղաքական սկզբունքայնություն եւ կայունություն գոյություն չունի։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն, լրագրող Նայիրի Հոխիկյանն էր։